Իսկ հիմա անցնենք այսօրվա մեր падգամին եւ վերջապես եկեք խոսենք Լավոդիկեի մասին։ Ով էր Լավոդիկեն եւ ինչ էր իրանից ներկայացնում։ Մենք այս 7 եկեղեցիների մեջ հանդիպեցինք Թիվատիրի հետ, որը Ռոմի կաթոլիկ եկեղեցին էր ներկայացնում, հետո մենք հանդիպեցինք Սարդիսի հետ, որը ներկայացնում էր ռեֆորմացիայի շարժը, հետո հանդիպեցինք Ֆիլադելֆիայի հետ, որը ցույց էր տալի եղբայրական սերը, միսիոներական եկեղեցի, ավետարանական եկեղեցիները, որոնք բոլորը դուրս եկան որտեղից, Լյութերից, որովհետև Լյութերը համարվում էր բողոքական շարժի առաջնորդը, մնացած եկեղեցիներն Թիվատի, Սարդիս, Ֆիլադելֆիա, հիմա գնում ենք Լավոդիկե, լավ։ Այս ամենի մեջ Աստված հավանեց Ֆիլադելֆիայի եկեղեցին, սա այն եկեղեցին է, որ չի կրել հանդիմանություն, աղյուսակը որ նայեք կնկատեք, գրված է, որ չի կրել հանդիմանություն, շատ լավ, Թիվատիրը գիտենք ամբողջովին ընկավ, Թիվատիրը ամբողջովին ընկավ, որովհետև Հեզաբելի վարդապետության տակ էր, մի խոսքով եւ այլն, բայց Թիվատիրից մնացին մնացորդներ, եւ այդ մնացորդները կոչվեցին Սարդիս, ապրեցին, մի քանիսները պահեցին հավատքը, պահեցին Տիրոջ անունը, ապրեցին եւ այլն, ուրեմն չնայած Սարդիսը Թիվատիրից էր դուրս եկել, բայց դեռ չէր դադարում հանդիմանել։ Շարունակում էր եկեղեցիներին հանդիմանել սխալների համար։ Նո, իհարկե միայն Ֆիլադելֆիան էր, որ չհանդիմանվեց, բայց ուզում եմ այստեղ մի նրբություն նկատվեք, բայց մի խնդիր նայել ուներ։ Եվ այդ խնդիրը մենք անցյալ կիրակի տեսանք։ Եղբայրական շարժը 20 տարի անց, երբ հիմնվեց Ֆիլադելֆիայի եկեղեցին, բաժանվեցին։ Երկու կարծիքների մարդիկ, բացառողներ, բացառում են, որ Սուրբ Հոգու լեզուների աղոթքը չկա 2000 տարի, այդպես բան չկա։ Ես լեզուներով աղոթող պենտեկոստալ քրիստոնյա եմ։ Իսկ դու։ Հալելույա։ Որոշները կոչվեցին բացեր, որովհետև ասում էին լեզուների աղոթքը դա այն է, ինչ պետք է եկեղեցուն։ Ամեն։ Այս տարաձայնությունները նրանց մեջտեղում եղավ։ Շատ լավ, բայց նա չգիտես ինչու Ֆիլադելֆիայի եկեղեցուն կոչ արեց հաղթողների մասին։ Եթե Աստված ակնարկեց հաղթողների մասին, նշանակում է պարտության խնդիր կար, պարտության վտանգ կար, այո, ինչը որ մենք տեսանք, հաղթողների կոչ արեց։ Աստված չէր անհանգստանում, որ սրանք կվերադառնան, ոչ էլ քո համար անհանգստանում, գիտես։ Նա գիտի, որ դու երբեք չես վերադառնա Սարդիս, դու երբեք չես վերադառնա Թիվատիր, երբեք ձեզանից ոչ մեկ չի կարող վերադառնա, դու չես գնա կաթոլիկ, դու չես գնա լութերանական դառնաս, բայց ինքը անհանգստանում էր, որ առաջընթացը կարող է ձախողվել, եւ այդպես էլ եղավ։ Դրա համար այդտեղ կոչ էր անում հաղթողներին։ Սակայն մի հատ վատ կարծիք կա այսօրվա ժամանակակից քրիստոնյաների մեջ, որ եկեղեցուն որ տենում են հանգած, մարած ասում են էսի Լավոդիկե է։ Ինքը մի տենց հատուկ կրակոտ մեկը չի, սաղին է Լավոդիկե է տենում։ Տենց, ասենք որ նստում ես իրա կողքը, զգում ես, ահագին մրսում ես։ Ինքը տենց կրակոտ դեմ չի, բայց սաղին է Լավոդիկե է տեսնում։ Այս եկեղեցի Լավոդիկե է, էսի Լավոդիկե է, սա սխալ բան է։ Ես ուզում եմ, որ այսօր դու տեսնես ինչ է Լավոդիկեն իրանից ներկայացնում։ Ուզում եմ, որ ինձանից չվիրավորվես։ Կարող է դու քեզ տեսնես Լավոդիկեի մեջ։ Դու քեզ տեսնես Լավոդիկեն, հա? Արի ուրիշին չնայենք, արի այսօր մեզ նայենք, լավ։ Համաձայն եք այսօր մեզ նայենք։ Ո՞նց սովորենք հա ուրիշին նայելու։ Չէ, այդ ուրիշին բաց թող, այսօր մի օրով բաց թող իրան։ Այսօր մի օրով բաց թող, այսօր պիտի նայենք մենք։ Մենք տեսնենք մեր մեջ Լավոդիկե բռնելու ենք, թե չէ։ Հիմա մի հատ պետք է հասկանանք, այս Լավոդիկեն որ եկեղեցուն է պատկանում։ Լավ, Թիվատիրը հասկացանք, դա ոնց որ Ռոմի կաթոլիկ եկեղեցին էր, Սարդիսը դա ռեֆորմացիայի եկեղեցին էր, Ֆիլադելֆիան եղբայրական եկեղեցին էր, բա սա որն է։ Սա ինչ շարժ է։ Սա որ շարժն է, սրան ինչ անուն տանք։ Հեսա հասնելու ենք դրան։ Լավոդիկեի շրջանը, Լավոդիկյան շրջանը, այսպես ավելի ճիշտ ասեմ, Լավոդիկյան այս եկեղեցու շրջանը համարվում էր անհոգության եւ գաղջության ժամանակաշրջան։ Ուզում եմ հենց հիմիկվանից, չնայես, ասես, կարող է դուք եք։ Ուրեմն ուրիշին չնայես, մի հատ նայես, կա քո մեջ այդ գաղջ գոլ։ Ով է գոլ ջուր սիրում խմել։ Խնդրում եմ ձեռդ չբարձրացնես այդ։ Ոյ կա մարդ որ սիրում է, ասենք օրինակ ես սիրում եմ սառը ջուր խմել, լիմոնը մեջը բանցած, ով հավեսով կլկլացնես, հա? Ինչ կասես, հիմա սաղ ջուր կուզեն խմեն։ Սառը ջուր, որ ծարավես ելնում տաք ջուր ես խմում։ Լավ, այստեղ կա մեկը, որ Արթուն է, հա։
Դուք որ ծարավում եք, ինչ տեսակի ջուր եք սիրում խմել։ Սենյակային եք սիրում, վատ եք անում էլի։ Դա ես լավ էլ գոլը։ Սենյակային ջուրը դա գոլ ջուրն է։ Օրինակ ես սիրում եմ սառը ջուր, ես սենյակային ջուր խմեմ, ես ինձ հիվանդ կզգամ։ Սառը ջուր, շշի վրան էլ տենում ես հատիկները կանգնած, մարդու սիրտը հովանում է, Օսաննան ջուր խմել ուզեց։ Գաղջությունը, երբ մարդը սարդխառնոց ունի, իրան գիտեք ինչ են ասում են մի բաժակ գոլ ջուր խմի հետ կտաս։ Տեսեք, սարդխառնոց ունեցող մարդուն գոլ ջուր են տալի, որտեղ գոլ ջուրը սիրտը խռում է մարդու։ Ես ուզում եմ, որ դու բառացիորեն հասկանաս, ես ինչ եմ ուզում ասեմ։ Լավոդիկյան ժամանակաշրջանը դա գաղջության եւ անհոգության, գաղջ եւ անհոգ քրիստոնյաների ժամանակաշրջան էր, որոնք անհոգ էին իրանց հոգեվոր կյանքի, իրանց ճանապարհի, իրանց նիստուկացի, իրանց լեքսիկոնի, աբսոլյուտնը իրանցով հետաքրքրվող չէին։ Ինչու՞։ Որովհետեւ մարդ կա, որ զգում է, որ ինքը ինքնաբավ է, բավարարված։ Ինձ մի սովորացրեք, եթե մեկը քեզ այդպիսի բառ ասեց, ինձ մի սովորացրեք, ես ամեն բան գիտեմ, սա լավոդիկե է։ Դու հանդիպեցիր լավոդիկեի հետ։ Ինձ մի սովորացրեք, ես ամեն բան գիտեմ, արիստե։ Եթե նման մի մարդ ինքնաբավ է իրան պահում, ամեն ինչ գիտի, դուք գնացեք սովորեք, դուք գնացեք եկեղեցի, հանդիպեցիր դու լավոդիկեի հետ։ Այդ մարդն է լավոդիկե։ Լավոդիկեն շարժ չէ։ Լավոդիկեն դա ասոբինն է, հատուկ եկեղեցու անուն չէ։ Լավոդիկեն դա գաղջ, անհոգ, ինքնաբավ քրիստոնյան է, որը ոչ սովորելու կարիք ունի, ոչ փոխվելու կարիք ունի, ինքը ամեն ինչ գիտի, դու քեզ նայի։ Եկ մի քանի բան նայենք։ Տարբեր դավանանքների եկեղեցիները, խնդրում եմ ուշադիր նայեք, այնքան եք դուք ես հարցերը տվի, ես 7 կիրակի ասա բացատրում եմ, 7 կիրակիից հետո, եթե էլի չհասկացվեց, գոլ ջուր խմի։ Գոլ ջուր խմի, էդի հաստատ։ Տարբեր դավանանքների եկեղեցիները դրանք համարվում են, ավետարանականն են, ավետարանչականն են, եղբայրասիրածն են, խարիզմատիկ եկեղեցիներն են եւ այս կարգին, որոնք հավատում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որտեղ քարոզվում է ավետարանը, որտեղ կիրառվում է ավետարանը եւ այլն, որտեղ գլխավորը դա Սուրբ Հոգին է, դա Տերն է, ավետարանն է, Աստծո խոսքն է, այդ բոլոր եկեղեցիները համարվում են բողոքական եկեղեցիներ, լսում եք։ Եթե դավանանքները տարբեր են, դա չի նշանակում, որ դրանց պետք է կոչել լավոդիկե։ Ինչու՞։ Ասենք խարիզմատները հավատում են, որ ես իրանց հետ համաձայն եմ։ Հավատում են, որ կա հոգու պարգևներ, ինչի համար մենք հիմա մենք եւ խարիզմատ ենք, մենք եւ բապտիստ ենք, մենք եւ ավետարանական ենք։ Գիտեք ինչու։ Մենք եւ եղբայրասիրական ենք, բացատրեմ։ Մենք հավատում ենք ավետարանի խոսքին, ավետարանական ենք։ Հավատում ենք հոգու պարգևներին, խարիզմատ ենք։ Ամեն։ Հավատում ենք սրան։ Հավատում ենք, որ եղբայրասիրությունը դա Աստծո պահանջն է։ Մենք Ֆիլադելֆիա ենք։ Հա, օրինակի համար։ Դրա համար այս բոլոր տարբեր անուններ կարող են կրել, ավետարանական է, մկրտական է, չգիտեմ ինչ է եւ այլն, խարիզմատական է, բոլորը նույն ուղղությունից են հելը, բողոքական շարժից։ Եվ այդ դավանանքները, ուրեմն, եթե անգամ տարբեր են, դա չի նշանակում, որ մենք իրավունք ենք մեզ վերապահելու, նրանց կոչելու լավոդիկե։ Եկ մյուսը նայենք։ Միայն ընկած Ֆիլադելֆիան կարող է կոչվել լավոդիկե։ Գիտեք, մարդիկ կան, որ ժամանակին ծառայել են Աստծուն, սա Ֆիլադելֆիան էր։ Հիշում եք ինչպես են, անցյալ հավաքույթին տեսակ եղբայրների նկարները բարձրացեցինք, ինչ գործեր են արել նրանք Աստծո համար։ Տեսակ սա, հա, լավ ժամանակին կրակոտ ծառայել են։ Այն ամենը, ինչ որ Ֆիլադելֆիայի եկեղեցու եղբայրությունը տվեց քրիստոնեությանը, դա ուղղակի օրհներ էր Աստծուն, բայց երբ նրանք ընկան, այս ընկած վիճակը համարվեց լավոդիկե, գաղջ, գոլ։ Էլի մի բան նայենք։ Լավոդիկյան շարժ կամ ժամանակաշրջան կամ լավոդիկյան եկեղեցի չի կարող լինել Սարդիսի, չի կարող այդ եկեղեցին ունենա Սարդիսի իրավիճակը ռեֆորմատորների, միայն նրանք, ովքեր համտեսել են Ֆիլադելֆիայի ուրեմն բարիքները, սակայն ընկել են դա լավոդիկեն է, այսինքն կարողացանք հասկանանք լավոդիկեն դա ընկած Ֆիլադելֆիան է,
Լավոդիկեն դա ընկած Ֆիլադելֆիան է։ Կամ մարդ որ հասկացավ, պիտի որ հասկանաս, սա այնքան պարզ է, պիտի որ հասկանաս, հաջորդ բանը նայենք, ովքեր չեն պահպանում հոգևոր հարստությունները Սուրբ Հոգով, դրանք դառնում են Լավոդիկյան եկեղեցի։ Լավոդիկյան եկեղեցի։ Իսկ հիմա ուզում եմ միասին կարդանք Հայտնության 3-րդ գլուխ, որով ավարտում ենք այս երկար ու ձիգ քարոզաշարքը։ Ուզում եմ որպեսզի Հայտնության 3-րդ գլխից կարդանք այս եկեղեցու մասին պատմությունը, եք միասին լսենք։ Եվ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում ամենը։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք, որտեղ այս բառին անդրադառնալու ենք։ Ասում սա է ձեզ ասում ամենը։ Միտեղ ասեց, ես այն մեկն եմ, որի աչքերը կրակի մեջ է, ոտքերը հալած պղնձի մեջ, ես երկսայրի սուրն եմ, ես այն մեկն եմ, որ քայլում եմ այսպես այնպես։ Հիմա ասում է, ես ամենն եմ։ Մի ուրիշ եկեղեցում ասեց, ես հավատարիմ վկան եմ, հա? Այս ինչ անուն է, Աստված հանդես է գալի, ասում է, ես ամենն եմ։ Քանի անգամ եք ամեն բառը օգտագործել։ Շատ։ Ամեն ինչի մեջ ասում եք ամեն։ Ալելույա, փառք Տիրոջը։ Հիմա սա է ասում ամենը եւ հավատարիմ ու ճշմարիտ վկան Աստծո արարածների սկիզբը։ Հիսուսը իր մասին է ասում, արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես, ոչ էլ տաք ես։ Օ, եթե ցուրտ լինեիր կամ տաք գոնե տարբերություն ունենար, տարբեր կամ տաք լինեիր կամ ցուրտ լինեիր։ Այսինքն Աստծո համար ջերմության երկու բան գոյություն ունի, կամ տաք, կամ սառը։ Այս մեջտեղինը գոլը չի հավանե։ Լավ, նայենք հաջորդը, ուրեմն որովհետև գաղջ ես, ոչ էլ տաք եւ ոչ էլ ցուրտ ես, քեզ պիտի փխսեմ բերանիցս։ Այս գիրքը ես չեմ գրել։ Այս գիրքը որ գրել է, ես նրա գրածն եմ կարդում։ Ասաց, որովհետև գաղջ ես, ոչ տաք ես, ոչ սառն ես, փխսելու եմ իմ բերանից քեզ։ Որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ։ Այստեղ խոսքը ֆինանսական հարստության մասին չէ։ Հարուստ եմ եւ մեծացա եւ ոչ մի բանի կարոտություն չունեմ, բայց չգիտես թե դու թշվառ ես, ողորմելի ես, աղքատ ես, կույր ես, մերկ ես, վայ։ Ես ուզում եմ, որ դու տոնը տնաս Աստծոստեղ։ Չի ասել, բայց ես տեսնում եմ, որ դու կույր ես։ Դու մերկ ես։ Սա չի ասել։ Ասում քեզ հետ խոսում է ամենը, եւ ասում է, որովհետեւ ասում եմ քեզ, դու ասացիր ես հարուստ եմ, ես քեզ ասում եմ, դու հարուստ ես, դու աթշվառ ես, ողորմելի ես, կույր ես, մերկ ես, ալելույա։ Հաջորդ։ Ես խրատ եմ տալիս քեզ ասում է։ Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ վերցրու ինձանից, որ հագնես, որ քո մերկությանդ ամոթը չերևա, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, եւ սրանց, որ սիրում եմ, ես որոնց որ սիրում եմ, ընդհանրապես այտենց է, ասում է, որ որոնց որ ես սիրում եմ, հանդիմանում եմ։ Այս ամեն վատի մեջ Աստված հասկացնում է, որ չեմ ուզում, որ դուք կորեք։ Ես ում որ սիրում եմ, նրան խրատում եմ, նրան հանդիմանում եմ, ուրեմն ջանք հրա եւ ապաշխարի շանս։ Գիտեք, ով չի հանդիմանվում, որբը, ով չի ծեծվում, որբը, որովհետև հայր չունի, մայր չունի, դաստիարակող չունի, բայց եթե մեկին դաստիարակում են, խրատում են, որևէ հարցում հանդիմանում են, այդ երեխան ընտանիքի երեխա է։ Լավոդիկեին դեռ Աստված հələ շանս է տալի, այդ եկեղեցին կա, այդ եկեղեցին քրիստոնյաների բաղկացած Աստծո որդիների համայնքն է, այն անուն չունեցող եկեղեցի է։ Պարզը այն անհատ է ներկայացնում։ Հաջորդը։ Ահա ես դրան առաջին կանգնած եմ եւ թակում եմ եւ եթե մեկը լսե իմ ձայնը եւ դուրը բանակը մտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա էլ ինձ հետ, ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես հաղթեցի նստեցի իմ հորս աթոռի վրա։ Հետո ով որական ջունի թող լսի ինչ է ասում Աստծո հոգին եկեղեցիներում։ Դուք նկատեցիք, որ բոլոր եկեղեցիներին այս կոչը անելու ժամանակ նա ասաց, ով ականջ ունի,
Ով ականջունի։ Գիտեք, հայտնության 7 եկեղեցիները վերաբերվում են առողջ մարդկանց լսելու համար, ովքեր ականջուն են լսելու, ոչ թե սիրտ վիճելու։ Այո։ Եթե ես ձեզանից մեկը լինեի եւ այստեղ նստած լինեի, եւ այս 7 կիրակին այստեղ քարոզվեր, ես պարտադիր այս 7-ի մեջ ինձ կգտնեի։ Ես կգրեի, կնշեի, հետո կգնայի տուն դրա վրա կաշխատեի, որովհետեւ 7 կիրակի Տիրոջ հոգին այստեղից խոսել է։ Եվ դա չի խոսել կողքինիդ մասին, խոսել է հենց անձամբ քո մասին։ Ամեն։ Շատ լավ։ Եթե մենք սա կարդացինք, ապա ես ուզում եմ շտապեմ քեզ ցույց տամ ինչ է նշանակում նաև լավոդիկե բառը հունարենով, որով գրվել է նոր կտակարանը։ Եկեք միասին նայենք լավոդիկե բառը։ Նայենք այստեղ լավոդիկե այս բառը կազմված է երկու բառերից՝ լաոս, որը նշանակում է լաոս։ Դուք հիշում եք Նիկողայոս, Լաոս, այսպես նույն արմատներն են, որը կոչվում է ցածր դաս, որովհետև հիշում եք Նիկողայեսյաններն ասում էին դուք լաոսներ եք, այսինքն ցածր դասի մարդիկ եք, մենք կարող ենք Աստծուց հետո լինել, դուք մեզանից հետո։ Լաոս նշանակում է ցածր դասի մարդիկ։ Ուրեմն այս բառը կազմված է երկու բառից՝ լաոս, որը նշանակում է ցածր դասեր, սովորական մարդիկ, դիկիա, որը կարող է թարգմանվել որպես սովորություններ եւ կարծիքներ։ Եվ եթե մենք հիմա այս երկուսը հաջորդը նայիր, այս երկուսը իրար կպցնենք, դուրս կգա հետևյալը։ Հետևաբար լավոդիկ է նշանակում է ստորին դասերի սովորություններ կամ հասարակ մարդկանց կարծիքներ։ Ոնց հասարակ մարդկանց։ Այդ ովքեր դառան հասարակ մարդիկ։ Աստծո գլորվեցին դառան սովորական մարդիկ, հասարակ մարդիկ։ Մինչդեռ ոնց որ Աստծո խոսքը նույն հայտնության գրքի առաջի գրքում ասում էր, որ դուք կանչված եք ինչ լինելու։ Կանչված եք լինելու ինչ։ Սուրբ քահանայություն, ընտիր ազգ, թագավորական քահանայություն, Աստծո որդիներ եւ թագավորներ, սովորական մարդկանց նայ որտեղ գլորվեցին։ Հաջորդ բանն եմ ուզում նայենք։ Եկ այստեղից նայենք։ Աստծո որդիների ճիշտ դիրքն է մնալ Ֆիլադելֆիայում, քանի որ ոչ մեկ չի գնա հետ, մի քիչ առաջ ասացի ես Սարդիս, չի գնա կաթոլիկ եկեղեցի, բայց կարող է գնալ առաջ, որպեսզի գլորվելով դառնա լավոդիկե։ Պարզ է։ Սա ցավալի է, բայց սա այսպես է։ Լավ, ուզում եմ մի բան էլ նայենք։ Այս եմ ուզում նայենք։ Մենք ասացինք շատ անգամ ենք օգտագործում, այո, ամեն, եւ մի միլիարդ անգամ ասած կլնես, չէ՞ ամեն բառը։ Ուրեմն ասում եմ, ես ամենն եմ, որ խոսում եմ քո հետ։ Տիրոջ անունն է ամեն։ Ես մի քիչ առաջ ասացի, որ գլորված Ֆիլադելֆիայից ընկածը դա կոչվում է լավոդիկե։ Դա բառերով հասկացանք նշանակում են հասարակ, սովորական մարդկանց սովորություններ, կարծիքներ, որոնք այտենց նստել են իրանց կարծիքն են հայտնում, նստել են ինչ-որ սովորությունների հետևից են գնում, որովհետև այլևս հոգու բաներ չունեն ասելու, այլևս հոգու հետ connect չունեն, չկա կոնտակտ Սուրբ հոգու հետ, նստել են ժողով են անում, երբ չկա Սուրբ հոգին, եկեղեցին վերածվում է ժողովի։ Հիմա Տերը ամենն է, ամեն նշանակում է անշուշտ, կամ թող այսպես լինի, հետևաբար նա կկատարի ամեն ինչ եւ ոչինչ ապարդյուն չի լինի։ Երբ որ դու ասում ես ամեն, դու հաստատում ես հոգու մեջ։ Դու ասում ես նայ գրված է։ Ենթադրենք մի հատ համար վերցնեմ, որ հասկանաս խես ասում ամեն։ Ենթադրենք գրված է, ուշադիր այստեղ նայ, ու լավ համար եմ ուզում օրինակ բերեմ, որտեղ վստահ եմ միջանկյալ այս օրինակը քեզ շատ դուր է գալու։ Եթե մեկը ունի խնդիրներ, Աստծո խոսքը Մարկոս ավետարան 11:22-ում ասում է, եթե դու ունես խնդրեմ եւ քո խնդրեմը նման է սարի, ապա դու կարող ես այդ սարին ասել, վեր կաց այստեղից գլորվի այնտեղ, եւ եթե ասես ու ասելուց չկասկածես, քեզ կլինի այնպես ինչպես ասեցիր, որովհետեւ այդ խոսքը իրեն ասել է Հիսուսը, եւ մենք ասում ենք ամեն, այտենց թող լինի, թող այդ սարը ընկնի, հետո գնում ենք հասնում ենք Երեմիա մարգարեության 23 գլուխ, որտեղ ասում է, եթե քո խնդիրները նման են սարերի կամ ապարաժ լեռների, ապա Աստծո խոսքն էլ մուրճը, որ կտա այդ լեռներն ու սարերը կփշրի, դու ասում ես ամեն։
Եվ դա լինելու է այդպես։ Ամեն, որովհետև դու հոգու մեջ հաստատեցիր, որ Աստված դա անշուշտ այդպես կարող է անել։ Սա լավ բան է։ Եթե դու Աստծո խոսքին ասում ես այո, Աստծո խոսքին ասում ես ամեն, դա այդպես կարող է լինել, դա այդպես է լինելու է։ Աստված ասում է, դու դավանում ես եւ հաստատում ես քո դավանանքով։ Ամեն, բայց հիմա նայիր, ինչու Աստված այս եկեղեցու հետ խոսեց, ես ամենն եմ։ Ես այն մեկն եմ, որ հաստատում եմ, այն մեկն եմ, որ հաստատ ասացի կանեմ, գլխի ընկնում ես ինչու համար, սա բարդ մոմենտ է, ինչու Աստված Լավոդիկիայի եկեղեցում խոսեց եւ հանդես եկավ որպես ամենը, ասաց եթե դուք ուրախացաք, հիմա ուրախացաք, որ Աստծո խոսքը այո եւ ամեն է, Աստվածաշնչում գրված է բոլոր խոստումները Քրիստոսի մեջ, այո եւ ամեն են։ Կորինթացիների թուղթ ասում է բոլոր, ուզում եմ ես իմ հետ միասին ասես, բոլոր խոստումները Քրիստոսի մեջ այո եւ ամեն են։ Այո եւ ամեն են։ Ես ասացի ասա այո եւ ամեն են։ Հալելույա։ Ամեն։ Նա ասաց ես այն մեկն եմ, ես Աստծո գործը երկրի վրա անող այդ մեկն եմ, ես ամենն եմ, ես անշուշտ անողն եմ, ես հաստատ անողն եմ, ես էդի վերջացնողն եմ, ես կնքողն եմ։ Բայց Լավոդիկեն սա լսում էր եւ հասկանում էր, որ նրանց մեջ կային արդեն մարդիկ, որ այլևս չէին կարող ասեին նրան ամեն։ Նրանք այն մարդիկ էին, որ նրանք այլևս մինչև Հիսուս Քրիստոսի գալը էլ չեն կարող ամեն ասողներ կոչվեն։ Այդ աստիճան ընկել էին։ Տեսնում եք ինչ լուրջ բան է սա, լուրջ այո։ Եթե Թիվատիրիայում իշխանությունը Հեզաբելի ձեռքն էր, Սարդիսում հոգևորական կլասի դասի ձեռքն էր, Փարքասում Ֆիլադելֆիայում դա Սուրբ Հոգու ձեռքն էր։ Ուզում եմ հիմա այս առիթով մի բան նայես։ Սուրբ Հոգին իշխանություն է ստանում եկեղեցում այն ժամանակ, երբ այնտեղ քարոզվում եւ կիրառվում է Քրիստոսի անունը եւ նրա խոսքը։ Այսքան բան։ Եթե մի եկեղեցում հեքիաթ են քեզ պատմում, մի եկեղեցում եթե փորձում են կյանքդ ուրախ պահեն, ծիծաղացնեն քեզի, stand-up։ Չենք այդ թիքետ միքետ այդ հանգնդեղից փող առեք այդ հանգ Երևանից եկել են եկա փող ծախսենք այնտեղ խնդացնեն, այս աստեկը խնդացնում եկը մեզ էլի, Եկեղեցին դա stand-up չէ, եկեղեցին դա դրամատիկական թատրոնի բեմ չէ, եկեղեցին դա մի տեղ է, որը պատկանում է նախ Աստծուն, եկեղեցու ժողովուրդը պատկանում են Աստծուն, դրանք այն ճրագակալներն են, որոնց մեջով քայլում է Աստված, եւ եկեղեցում պիտի քարոզվի Քրիստոս, եւ եկեղեցում պիտի քարոզվի Աստծո խոսքը, եւ եկեղեցում փառքը պիտի տրվի միայն Աստծուն, ամեն, ու միայն Աստծուն, ողջ փառքերը պիտի տրվի այն մեկին, ով արել է քո կյանքում շրջադարձային գործ։ Նա քո պատմությունն է փոխել, նա քո էությունն է փոխել, նա քեզ հավիտենական կրակներից է ազատել, նա դժոխքը դատարկել է քո համար։ Հալելույա։ Ես ասացի նա դժոխքը դատարկել է քո համար, քո տեղը դժոխքում թափուր է, հալելույա, դու նրան բարձր ծափահարություն, անունը մեծարվի նրա, հալելույա, ողջ փառքերը, միայն ամբողջ կյանքում կտաս Հիսուսին, ոչ քեզ, ոչ մեկին, ով էլ ծառայի քեզ եւ քո կյանքում բերի հազարամ ճեղքումներ, օրհնություններ, հայտնություններ, հիշիր, նա ընդամենը անոթ է, որին Աստված օգտագործում է փառքը միայն Աստծուն, ասա կողքինիդ, ասա փառքը կտաս միայն Աստծուն, ամեն, հալելույա, եկեղեցիներում, դու ինչ-որ մի բան վերցնում ես, եկեղեցիներում պիտի չլինի, բանը, ինչպես է մեծամասնությունը կարծում, մեծամասնությունը ձեռքերը բարձրացեցին, 60 հոգի ասեցին այո, 40-ը ասեցին ոչ, ըստ մեծամասնության կարծիքի այս պրոյեկտը ընդունված է, եկեղեցում պիտի ամեն ինչ ընդունվի Սուրբ Հոգու կողմից, չկա ասելիք սպասիր, մի եղբայր ունենք,
Հələ հին ժամանակներում ես ասել եմ ձեզի հոգեգալստական եկեղեցում էր ասում էր աղոթում էր ասում էր Սուրբ Հոգի ջան դենայի մենք եկել ենք քո առջև սենց աղոթում էր ասում էր մենք եկել ենք քո առջև եւ ասում ենք եթե պլաններ ունես ծրագրեր ունես վերաբերվող մեզ ասա բայց եթե չունես մի նեղվի մենք ունենք էսի լավոդիկե մի նեղվի իսկ մի նեղվի մենք ունենք մի նեղվի կարող ես զբաղված ես մենք չենք նեղվում քեզանից զբաղված ես կարողա չուն ասում եմ եթե դու չունես ծրագրեր մենք ունենք ոչ մի բան առանց Աստծո չանես ինչ անես ձախողվելու ես ինչ անես հոգնելու ես գնալու ես ֆռալու ես գալու ես կանգնելու ես նույն կետի վրա լսիր մի կարևոր բան ասեմ սա հիշի սա անգիրարա կամ գրի ոնց ուզում ես եթե մի գործ ես ուզում ձեռնարկես լսիր ինձ ու եթե դա ուզում ես ինքդ մենակ անես առանց Աստծուն հարցնելու այդ ամբողջ ճանապարհը շատ երկար ես անցնելու նախ երկրորդ այդ ամբողջ ճանապարհին շատ վճարումներ կանես երկրորդ բայց եթե մի գործ ես ուզում ձեռնարկես բերեցիր Աստծո առաջ աղոթքով հանձնեցիր նրան սպասեցիր որ նա ցույց տա քեզ դուր ճանապարհ միջոցներ ամբողջ այդ գործի ճանապարհն էլ փաստաթուղթա դրամա ամեն ինչ ասաղ լուծելու է Սուրբ Հոգին մի բանի պատճառով որ նրան հնազանդվեցիր ամեն հալելույա փառք Տիրոջը եկ մի երկու հատ համար նայենք գործ կարաքելոցից նայենք, որովհետև մի հատ այստեղ նայի ուշադիր, մի հատ նա ինչ համար ասում, ուշադիր, հիմա կարդում ես դու Աստվածաշունչը այս գործ կարաքելոցում եւ այս համարի հետ ես հանդիպում, ինչ ես կարծում, սա ինչի մասին է, ասում որովհետև Սուրբ Հոգուն, նախ Սուրբ Հոգուն, ասա նախ Սուրբ Հոգուն, նախ Սուրբ Հոգուն, հաճելի երևաց Հետո մեզ էլ հաճելի երևաց, նախ Սուրբ Հոգուն, հետո մեզ հաճելի երևաց, հաճո երևաց, ավելի բեր չդնել ձեզ վրա այս, որ հարկավոր է այս բաներից ջուկ։ Ասում սենց ասեմ, մի հատ խոսակցություններ ընդեղեթում, որ Սուրբ այն որ ինչ որ ուզում ենք ձեռնարկենք, ասում նախ դա Սուրբ Հոգուն դուր եկավ, ասում մեզ էլ դուր եկավ, ու մենք որոշեցինք, ասում այսքանից ավել ձեր վրա այդ բերը այդ գործը անելու չդնենք, այսքանը լավ է, բայց առաջինը դա դուր եկավ Սուրբ Հոգուն, հետո մեզ Պիտի առաջինը ինչ որ անում ես դուր գա Աստծուն, որովհետև եթե նրան դուր գա, այդ ամբողջ քո ճանապարհը ինքնավճարելու։ Ամեն։ Լավն էր սա։ Փորձից եմ ասում։ Եկ նայենք հայտնության գիրքը նորից։ Հայտնության այս նույն Լավոդիկեն ենք կարդում, հիմա հատ առ հատ ենք կարդում։ Լավոդիկե եկեղեցու հրեշտակին գրի սա ասում ամենը Հավատարիմ եւ ճշմարիտ վկան եւ Աստծո արարածների սկիզբը գիտեմ որ քո գործերը ոչ ցուրտ ես ոչ տաք ես ոչ ես երանի թե ցուրտ լիներ կամ տաք լիներ բայց ոչ նա ես ոչ սա ես Եփեսոսին ասեց կգամ աշտանակդ տեղից կշարժեմ խելքդ գլուխը թավակի ասեց Եփեսոսին Թիվատիրին ասեց Նայ խելքդ գլուխը թավակի անկողնու մեջ կգցեմ երեխեքիդ կխփեմ ասեց այդպես ասեց Լավոդիկեին ասեց խելքդ գլուխը թավակի թե չկփխսեմ քեզ բերանիցս նկատում եք որ եկեղեցիները խելքը գլուխը հավաքելու կարիք ունեն հա ով է համաձայն դրա հետ եթե դու ձեր չբարձրացեցիր քո խելքը գլուխդ արդեն հավաքված է ուրեմն բայց ես ունեմ հավաքվելու տեղ դու իսկ իմ ավելի ազնիվ սա ուրիշ բան Սա ուրիշ բան ուզում եմ մի բան էլ նայենք հաջորդ կփխսեմ այդ կարծացինք նայ Տերը այլևս մի հատ խնդրում եմ նկարին էլ նայ Տերը այլևս չի օգտագործի նրանց եւ նրանք այլևս թող այսպես լինի այսինքն ամեն ասողները էլ չեն վերջացավ նրանց ժամանակը էլ նրանք ասողները չեն ամեն ասողները չեն Խնդիրը այն է, որ նրանք բացատրեցինք, որ սառն էին, ոչ տակն էին։ Ես ես ասեմ, որ դա անգրագետ եկեղեցի չի եղել։ Դա գիտելիքներով լեցուն եկեղեցի է եղել։ Այդտեղ էլ մի հատ վտանգ կա։ Գիտեք, որ գիտությունն, որ մեկը շատ կրթված է նկատել եք, իրան ինչ քայլվածքը փոխվում է։ Մեկը որ լավ սովորող է, մեկը որ լավ կրթություն ունի, մեկը լավ ճանաչողություն ունի, նկատել եք գիտությունը հպարտություն է բերում։ Նկատել եք Նա որ այդ գիտության տերը չի ավելի խոնարհ է, քան նա որ այդ գիտության տերն է։ Լավ բան է, որ այդ գիտությունը ունի, բայց միևնույն ժամանակ գիտությունը նաև տվել է դրան հպարտություն։ Լավոդիկեի եկեղեցին լավ գիտություն ուներ, լավ կրթված եկեղեցի էր, բայց նա միայն դա ուներ։ Ինձ պետք չէ այդ կրթությունը,
եթե ես այն պետք է կիրառեմ առանց հավատքի։ Ինձ պետք չէ Աստծո խոսքը, եթե ես այն չպիտի անեմ հավատքով։ Եթե ես այն պիտի չկարդամ հավատքով։ Ես կարդամ, որովհետև այսպեսի արտահայտություն կա։ Ասում եմ, դուք կարդում եք Աստվածաշունչ, հարցնում եմ։ Այո, ես ուսումնասիրում եմ։ Սա իր համար գիտելիք է։ Կրթվում է, լցվի Աստծո խոսքով, որտեղ ինչ է գրված։ Բայց եթե քեզ պետք է Աստծո խոսքը որպես հանապազորյա հաց, այն կարդա հավատքով, սա կփոխի ամեն ինչ։ Կա մարդ, որ հասկացավ ինձ, Տերը օրհնի ձեզ։ Այո։ Շատ լավ, ուրեմն սրանք այսպես գիտելիքով լցված էին եւ իրանք համարում էին, որ այդ գիտելիքը հենց այն զորությունն է, որ նրանք ունեն։ Երբ նրանք տակ էին Լավոդիկեն, որը Ֆիլադելֆիայից ուրեմն դուրս եկե, նրանք կոչվում էին դեռ Ֆիլադելֆիա։ Երբ նրանք սկսեցին գաղջանալ, նրանք կոչվեցին Լավոդիկե։ Պարզ է։ Եվ այսպիսով մի օր Ֆիլադելֆիան ընկավ եւ դարձավ ցավոք սրտի Լավոդիկե։ Միայն գիտեք, որ Ֆիլադելֆիայի ժողովուրդը կարող էր ընկնել եւ միայն Ֆիլադելֆիայի ժողովուրդը կարող էր դառնալ Լավոդիկե։ Դու գործ չունենաս կաթոլիկների հետ, դու գործ չունենաս լյութերանականների հետ։ Ես ասում եմ, Լավոդիկե կարան դառնան միայն Ֆիլադելֆիայից դուրս եկածները։ Ճաշակել էին Աստծուն, ճաշակել էին Աստծո սերը, լցված էին գիտությունով, լցված զորությունով, հետո գնացին դեպի գաղջացման։ Չկար այլևս եղբայրական սեր, բայց կար մի բան՝ քվեարկություն։ Քվեարկում էին եկեղեցով։ Քվեարկում էին, ես ինչ բան անե, խեյք քվեարկում, որտեվ Սուրբ Հոգին էլ չէր խոսում։ Քվեարկում են այն ժամանակ, երբ չեն կարող հավատան, որ Սուրբ Հոգին կարող է իրենց պատասխանել։ Ինչու են մարդիկ գնում բախտնայողի մոտ, որովհետև չեն հավատում, որ եթե բերեն իրենց խնդիրը աղոթքով Աստծո առաջ, Տերը դա կքանդի, գնում են, որ բախտ բացող իրենց ասի ինչ անեն։ Բախտ բացող իրենց բախտը բացի, մեկն էլ նրա բախտը բացեր, են դժբախտի։ Եթե մի եկեղեցում կա քվեարկություններ, մի եկեղեցում կա ուրեմն մարդկային ծրագրավորումներ առանց Սուրբ Հոգու, մենք այդտեղ հանդիպում ենք Լավոդիկեի հետ։ Պարզ է, նկատեք իրանք քվեարկում են չեն հարցնում Աստծուց։ Մի հատ միջանկյալ բան ասեմ, որը քեզ շատ պետք է գա։ Իհարկե դա լուրջ ճանապարհ է սпасել Աստծուն։ Տեսեք, մեր եկեղեցին բավականին հրաշալի, այս գիծ ինձ դուր է գալի այս եկեղեցում։ Մի բաներ ես լավ ասեմ այս եկեղեցում, այս 7 կիրակի վատ բաներ եմ խոսացել։ Մի հատ լավ բան ասեմ։ Այս եկեղեցին ունի մի հատ հատուկ թիմ, որոնց առաջ չես կարող ոչ սևիկրայով գայթակղություն բերես, ոչ քազններից ծնունդն չեմ կարող գալ եւ այլն։ Սրանք մի ծոմապահության եւ աղոթքի խումբ է բարձանում, որ ծոմապահությանը սպասում են այնպես, ինչպես կսպասեին մի հատ տակ-տակ շամփուրը քաշած խորովածի։ Եվ Տերը օրհնի այդ աղոթողներին։ Եվ ես տեսնում եմ իրենց կյանքում, իրանք բարձրանում են, իրանք լցվում են, իրանք առաջանում են, ամեն Տերը իրենց օգտագործում է։ Որոշներին դաժե մի քանի տեղերում է օգտագործում, որովհետև հասկանում է, այս անոթը լցված է, հասկանում է, եւ դա իրեն պետք է, ամեն, եւ դրանք անում են ծոմերը, մաքրվում ենք, լեցվում ենք, թարմանում ենք, նոր յուղովոցվում եւ շարժվում առաջ, ամեն, շատ լավ։ Ես ուզում եմ մի պատմություն քեզ պատմել, այս որ ասեցին գաղջ, երևի բոլոր նրանք, ովքեր այստեղ նստած էին, որ լսեցին, չկարողացան հասկանան, այս խիան խոսում, նայեք, ինչ որ Աստված, որ եկեղեցու հետ խոսում է, այդ ակնարկը այդ եկեղեցին հասկանում է։ Եթե Լավոդիկեին ասեց, ես ամենն եմ, իրանք հասկացան ինչի, այդ դուք են նրանք էիք, որ գոռում էիք, ամեն, հիմա էլ ամենասող չկա ձեր մեջ, որովհետև դուք վերածվել եք քվեարկության։ Դուք այլևս չեք ասում, ամեն թող այդպես լինի, թող Տերն ասի։ Լավոդիկեն հասկացավ խիա Տերը էս ասում։ Երբ որ ասեց դու գաղջ ես, Լավոդիկեն հասկացավ խի ասում գաղջ ես, ինչու համար էր գաղջ։ Հիմա ասեմ, որ Լավոդիկե քաղաքը դա հարուստ քաղաք է եղել, այժմյան Թուրքիայի Լիկոս գետի հովտում գտնվող հարուստ քաղաք էր, եւ այս քաղաքը թեկուզ շատ հարուստ էր, բացի դրանից նրանք հարուստ էին նաեւ հռոմեացիները բանկեր ունեին դրված այս քաղաքում աշխատում էին հռոմեական բանկեր։ Հարուստ քաղաք էր, մի խոսքով, հեսա հետո կասեմ էլ ինչի արտադրություն ունեին, բայց ես հիմա այս պահին արտադրության մասին չեմ ուզում խոսեմ, ուզում եմ խոսեմ ջրերի մասին։ Հարուստ քաղաք էր, բայց մի հատ խնդիր ուներ, սրա ջրերի հարցը լավը չէին։ Ուրեմն ջրերը ով է եղել Հայաստանի Գառնի Գեղարդում քարերի սիմֆոնիանով է տեսել։
Քարերի սիմֆոնիա։ Տեսել եք, այսա մի քիչ հետո հանդիպելու եք, ասենց նմանատիպ մի բան, ասենց սիմֆոնիայի հանդիպելու եք, Լավոդիկեից եկող, այդ լեռներից եկող դեպի Լավոդիկե քաղաք եկող, սարերից մի ջրերի տեսակ էր գալիս, որը անցնում էր կավե եւ կիրի խողովակներով։ Գիտեք, ես այսօր անգլերեն առավոտյան նայել եմ կավ եւ կիր, ես գտել եմ, որ lime and clay lime-ը, ինչպես գիտեք, նաև լիմոնի մի տեսակ է, բայց օրիգինալում նաև ինքը ունի որպես հանքային փոշի, կավ։ Տեսել եք միտեղ, ես վստահ եմ Ամերիկայի ջրերն էլ այդպես կլինեն կավ տվող։ Սենց կավերը լցվում են բանը։ Ուրեմն այդ ջրերը որ գալիս էին, այդ խողովակներով որ գալիս էին, դրանք կավից էր, դրանք կիրից էին, ճանապարհին իրանց հետ բերում էին լիքը կավ, լիքը կիր, ու որ գալիս էին արևի տակ, այդ ջրերը տակ։ Զզվելի, հələ մատել ասում եք ուզում եք տենց ջրեր խմենք։ Ես վստահ եմ հավաքույթի վերջում ասելու ստեր ճաշակս փոխի ջրի հարցում։ Մի խոսքով, եւ այդ ջրերը որ գալիս էին, լավոդիկեցիները իրար մեջ ասում էին, այս ջուրը կարելի է օգտագործել միայն բաղնիքում։ Լոգանք, բաթրումի ջուր, այդ ջուրն էին խմում իրանք, մեջը կեղտ, մեջը գաղջ, մեջը կավ, մեջը կիր, անառողջ, անհաջող ջուր։ Եվ երբ որ Աստվածին ասեց գաղջ, սրանք մտածեցին, ոյ, այդ մեր մասին ասում մենք գիտենք ինչ է գաղջը, անմիջապես հասկացան Լավոդիկից գաղջը դրա մասին էր։ Իրա ջուրը այսեն ստանում էր այս ճանապարհներով ու էդի շատ անառողջ, շատ վատ ջուրեր եւ իրանք որ խմում էին գաղջ, գոլ, կկիրը մեջը, կավի կտորները մեջը, պղտոր։ Այս քաղաքը հայտնի էր այդ ամբորակ ջրով։ Ուզում եմ մի քանի բան տեսնես։ Նայ այսենց էր, ստեղ նայ։ Նայեք, պատկերացրեք սրանից եկած ջուրը առանց ֆիլտրի ինչ կլինի։ Դուք ինչ-որ ապարատներ եք վերցնում, այդ մեկ քասկո ջրերի վրա սխում եք, տեն մեկ բութը արեց, օքեյ, ջուրը լավն է, բութը կարմիր արեց, ջուրը վատնա, այդ ապարատը լավոդիկեն չուներ։ Խմած ջուրը բաղնիքի ջուր էր։ Գիտեք, ես մի հատ միջանկյալ բան ասեմ, ես մի տարօրինակություն ունեմ։ Ուրախացամ, որ տարօրինակություն ունեմ։ Ոնց են ժպտում։ Գիտեք որն է, ես մինչև հիմա բաղնիքի ջրից չեմ խմում։ Դուք եք խմում։ Բայց կարծում եմ կարելի է խմել, օրինակի համար, Հայաստանում էլ։ Ես կարծում եմ, որ մենակ խոհանոցից եկած ծորակի ջուրը կարելի է խմել, իսկ դու բաղնիքի ջուրը լավ չի, բայց դա նույն ջուրն է, գիտեք, չէ՞։ Սա էլ իմ տարօրինակությունն է։ Կյանքում էլ խմած չկամ, ես կան տարեկան եմ։ Բայց իրանց համար էսի բաղնիքի լոգարանի տենց գաղջ բան ջուրեր, մի հատ նայեք ինչ ճանապարհներով, Քարե սիմֆոնիային է հիշացնում, հիշում եք Հայաստանի։ Ուրեմն իրականում քաղաքը չափից դուրս կախված էր այս ջրից եւ ջրերը բավականին վատն էին, ուրեմն ինչը նաեւ փոխաբերական իմաստով Աստված ուզում էր ասել, որ չես նկատում, որ ջրերդ, ոնց որ ջրերդ են գաղջ, ու տենց հանգիստ հարմարվել ես այդ ջրերին, այդ տենց էլ դու ես գաղջ, այտենց ինքնաբավ նստել ես, ըսկի մտադրություն չունես անգամ փոխվելու։ Ջրերիդ նման ես, գաղջ, անպիտան, անորակ, ինքնաբավ նստել ես, ես եմ որ կամ։ Հայտնության 3:17 նայենք։ Լավ, էսի նայեք, հələ տեսեք ջրերը ինչ ճանապարհով են գալիս։ Քաղաքի կախվածությունը հեռավոր ջրային աղբյուրներից նշանակում էր, որ ջուրը ոչ թարմացող ջուր էր, սառը ջուր չէր։ Եվ ոչ էլ բուժիչ էր, որ ասային, «Օ, սա հանքային ջրեր է, ով է ջերմուկում արզնի ու մեղը մեզ մոտ, խմել եք այդտեղ են փիս-փիս հոտով ջրերը»։ Չեմ կարծում, որ նրանից հետո եկաք, արտրոզունեիք դզվեցիք։ Գաղջ անհամ ջուր է եղել, անկապ։ Ես չեմ հիշում մեկը, որ այդ ջրերը խմելուց բժշկվել է, հազար ներողություն, արզնի ջերմուկ եւ այլն, ես չեմ հիշում մեկը, որ այդ ջրերը խմելա լավ է եղել, հա։ Այդպես տակ, գիտեք ինչ հոտ ունեն, տեսել եք ինչ հոտ ունեն։ Հանքային ջրերը, նայեք որտեղից է ինքը գալիս, հոտը, համը, կավը, կիրը, տաքությունը, ասած ձեր ջրերի նման է։ Տեսակ հավատացյալների նմանացրել։ Եվ իրանք արդեն հասկանում էին ինչ է այս ջրերին կպե։ Ասում էր դուք ձեր ջրերի նման եք։ Չբացատրեմ ոնց են ձեր ջրերը։ Այդ ես եմ հիմա ձեզ բացատրում, որ իմանաք գաղջի իրանց համար ինչա նշանակ է։ Այս ամենը տեսակ, եկեք իմանայինք ուրիշ մի բան։ Հայտնության 3:17, որովհետև ասում ես թե, գաղջը անցանք, ասում ես թե հարուստ է։
Եվ մեծացա ու ոչ մի բանի կարոտություն չունեմ, բայց դու չգիտես, թե դու թշվառ ես, ողորմելի, աղքատ, կույր ես, մերկ ես, այսպեսի կարծիք ուներ Աստված այս եկեղեցու մասին։ Ինչ այստեղ դուր չեկավ Տիրոջը, որ հետո շարունակեց գաղջությունից հետո ասած բաներ ասել։ Գիտեք, դուք նկատել եք մարդ, որ իրան գովում է։ Սուսան տոտայի պատմությունը Սուսաննան շատ ասում է դի։ Մենք մի հարևան ունենք, ինքը հոկտեմբերյանից էր մի հատ քուր ուներ, Էմա տոտան։ Էմա տոտային չբռնեինք փողոցում։ Գալիս էր եւ ասում էր. Գիտեք, մարդկա հավառը դնում է տոպրակի մեջ, հավ է սառել էլի, ես հո աշխարհը չես առայք, այդ հավը նախտ այսպես էր բռնում, առանց տոպրակի, որ բոլորը տեսնային հավատանում։ Հետո Էմատոտան կգար եւ կասեր, մազեր անպայման հետ կտար ու կասեր։ Գիտեք, ես կարծում եմ բոլոր գովացողները գլխի շարժում ունեն իրանց հետ։ Էդի sense բանը կծված մասնիկա։ Ես Էմատոտան սկսում էր, ես սիրուն։ Սուրիկը սիրուն տղեներ։ Լիլոս աղջիկներ սիրուն, Ձիաննաս մարդու անունը չէր տալի, խեղճ մարդն է վատ մարդ չէր, բայց էդի ցուցակից դուրս էր։ Մի խոսքով, Ձիաննան սիրուն, ես խելոք, Սուրիկս խելոք, Ձիաննաս խելոք, հաջորդ տողը, ես էս ինչը, ուզում է հարցնել, բա դուք տանը պապա ունեք, ման դետի սպիսա տարած էր, երևի մի խոսքով, ինքը սիրուն, ինքը խելոք, իր երեխեքը սիրուն, իր երեխեքը, ու գիտեք ինչն էր ճշմարտությունը, էդ ինչ գեշկին էր։ Գիտեք, մարդկա գեշա, ինքը կուշտ գեշ էր, կուշտ գեշ էր, ու ասում էր, ես սիրուն, պատկասում եք ինքը ինքնաբավ ա եղե, ինքը ինչ մեծ կարծիքը ունեց է, ես սիրուն, Լիաննա սիրուն, Դիաննա սիրուն, ուրեմն Սուրիկը սիրուն, ես խելացի, իրանք խելա, սա ինքնաբավ մարդու բաներ, գիտեք, հիմնականում, սս գլուխ գովան նաև ովքեր են լինում, ովքեր շատ տաղանդավոր են, բոլոր տաղանդավոր մարդիկ պրոբլեմատիկ մարդիկ են, նկատել եք, գլուխ գովան, զգացել եք, որ իրանք լավ երաժիշտ են, ալելույա։ Եթե լավ երաժիշտ է, կամ լավ երգիչ է, կամ լավ դերասան է, կամ որևէ բան, զգացել եք, որ իրանք սենց ինչ-որ մեծարանքի բան ունեն իրանց մեջ, նկատել եք, բայց առակած գրքում, մի հրաշալի համար ա գրած, թող ես համարը տամ քեզ, նա ինչ ա գրած, ասմա թող ուրիշը գովի քեզ, և ոչ թե քո բերանը, օտարը թող, օտար շրթունքը քեզ գովա ոչ թե, գիտեք, մարդկա ծարավ ունի գովեստի, դա վտանգավոր վիճակ է, որը որ դադարես, մանգալով գովի քեզ, Աստված կգովի հետո, որովհետև գիտես խյա գովելով, որ դադարացիր քեզ գովելդ, կարողացա բացատրեմ, որը որ դադարես մանգաս թե ով գովա քեզ, օ ես սա արեցի, ես նա արեցի, մի հատ նկատեք, մի հատ ասեք, մի հատ բարձրացրեք իմ ձայնը, մի հատ ծափահարություններ, որ տեսար չստացար, ես քեզ խորհուրդ կտամ կոտրվի եւ խոնարհվի, Աստվածա քեզ բարձրացնելը։ Ուր դե գնաս քո անունը բարձրացնելու է։ Ամեն։ Թող քո բերանը քեզ չգովա։ Թող ուրիշները քեզ գովան։ Ամեն։ Լավոդիկեն ասում է, մենք հարուստ ենք, մենք ինքնաբավ ենք, մենք ամեն ինչ ունենք, Հիսուսն ասում էր, նայի, դու տենց կարծիք ունես քո մասին, դու ինձ արի հարցրու, թող իմ բերանը քեզ գովա, ես ասում եմ դու մերկ ես, աղքատ ես, թշվառ ես եւ այլն, այս ես այն ես։ Ինչ էր ասում Հիսուսը, Երանի հոգով աղքատներին, ձեր նարքայությունը, ամեն, շատ լավ, գիտեք որտեղից էր ես եկեղեցու մեջ այդ հպարտությունը եկե նաև, ուրեմն ոչ միայն հարուստ քաղաք էր, նաև ասեմ, 60 թվականին մեր թվարկությունից առաջ երկրաշարժ տեղի ունեցավ, սա գտնվում է այսօրվա Թուրքիայի ուրեմն տարածքում, բայց ինքը ժամանակին համարվել է հունական գաղութ, Կիպրոսի և Կրետե կղզիների մեջտեղում էր ինքը գտնվում, բայց հիմա Թուրքիան վերցրեց իրան, մի խոսքով և ինքը ուրեմն գտնվում է այսօր ժամանակակից Թուրքիայի տարածքում, բայց մեր թվարկությունից առաջ 60 թվականին այս քաղաքում մեծ երկրաշարժ եղավ և այդ ժամանակները կրկին հռոմեական կայսրության ժամանակներն էին և քանի որ Հռոմը տեղ բանկեր ուներ, ես նշեցի, բանկեր ուներ, Հռոմը Լավոդիկիային առաջարկեց, արի ես
պարիսպները, որը ճեղքվեցին երկրաշարժից, որովհետև Լավոդիկե քաղաքը ուներ չափազանց գեղեցիկ պարիսպներ, հաստ պարիսպներ, եւ Հռոման հանգստացավ, մեր ֆինանսները տեղ են, մեր բանկերը տեղ են, ասաց, եք ես ձեզի ֆինանսական օգնություն տամ, օգնեմ, որ այդ պատերի ճեղքերը բոլորը սարքենք, որովհետև վտանգավոր է, մի օր կփլվի եւ թշնամին կհարցակվի, Լավոդիկեն ասեց, խաղճանես Մենք այնպիսի պատեր ենք կառուցել, մենք այսպիսի քաղաք ունենք, որ որևէ երկրաշարժ եւ որևէ թշնամի չի կարող է ճեղքերից, ճեղք գիտեք ինչ է, ճեղքից չի կարող մտնի։ Անցան տարիներ, տեղի ունեցան էլի մանր-մունր երկրաշարժներ, ճեղքերն ավելի մեծացան։ Եթե մի բանի վրա, որ Աստված մատ է դնում, դու եւ ես չփորձեցինք ուշադրություն դարձնենք դրա ճեղքերը մեծանումը, նկատում եք, եւ ինչքան ճեղքերը մեծանում են, հակառակորդին թափանցել ճեղքերից քո կյանքի մեջ դառնում է մեկին մեկ։ Եվ Լավոդիկեն ասաց, մենք կարիք չունենք ձեր չտակ մեր քաղաքին, ձեր չտակ մեր պարիսպներին, մեր պարիսպներն այնքան հաստ են, որ նրանք չեն կարող շարժվել, հետագայում ամբողջ պարիսպները քանդվեց ու թշնամին մտավ Լավոդիկեին վերցրեց։ Ինքնաբավ, ասաց դու ասում ես, թե ես հարուստ եմ, դու արի ինձ հարցրու, հարուստ չես, խեղճ ես, աղքատ ես, կույր ես, մերկ ես։ Այդ քաղաքը ինչով էր նաև հարուստ։ Դուք նկատել եք մերձավոր արևելքի կանայք օգտագործում են աչքերին սուրմաներ։ Դուք նկատել եք Շվեյցարիայում չես գտնի եվրոպացիքի սուրմայով։ Շվեյցարիայում կարան անհարթուկ սարոշկեն հագնեն, կլեչատնի մի հատ սարոշկա, տակից անհարթուկ մայկա, մի հատ էլ ջինս ճմռված, սունկենը վրան գցեն, տապշկեքով գնա։ Դա Եվրոպան է, բայց սուրմաներ քսել, աչքերը կանայք գեղեցիկ քսել, Կլեոպատրային հիշում եք, այդ աչքի սև քսուկները արտադրվում էր Լավոդիկեում։ Աշխարհին մատակարարում էր այդ աչքի փոշին, ինքը այդ փոշից սարքում էր քսուկ, նկատեցիք, որ ասեց, արի ինձանից բանար, որ աչքերիդ քսես, ոչ թե այդ սև քսուկով հպարտանաս։ Զգացիք ոնց է խոսում հետը։ Փոխաբերական բոլոր իմաստներով զուգահեռ տանելով այն ամենը, ինչով հպարտանում էր Լավոդիկեն։ Աչքի քսուկն էր այդտեղ Պրուգիայից էին այդ քսուկը բերում, Պրուգիան նույնպես Լավոդիկեի տարածքում է եղել, եւ այսօր էլ ինքը կա այդ քաղաքը, եւ դա մեր Աստվածաշնչում նոր կտակարանում գրված գաղատացիների թուղթը կա, Գաղատիա քաղաքի կողքին է եղել Պրուգիան, այդտեղ փոշի էր արտադրվում, եւ Լավոդիկեն այդ աչքի քսուկներից արտադրում էր, այդ փոշիներից քսուկներ էր արտադրում եւ վաճառում էր, եւ մեկ էլ մի տեսակ նկատեցիք, ստեղ մի բան ասեց, եկ եւ ինձանից սպիտակ հանդերձներ առ որովհետև այդ երկիրը, այդ քաղաքը ուներ նաև սև բրդի արտադրություն, սև բուրդ էին արտադրում, նկատեք ասում է, սևըտ մի հագի, արի ինձանից սպիտակ հանդերձ, դու սև հանդերձով էիր հպարտանում, արի ինձանից սպիտակով եկալ, դու քո աչքի պրուգիական քսուկներով ես հպարտանում, դու արի ինձանից քսուկ եկալ, ույմամ կասենք ինչու քսուկ, ապա ոչ թե կաթացնելու դեղ, ես ասրան էլ, Ես Աստվածաշունչը մանրակրկիտ ուսումնասիրող մարդ եմ, ուզում եմ, որ ես հարստությունը փոխանցել ձեզ Տիրոջով, ամեն, որպեսզի կարողանաք հասկանալ, թեկուզ մի քանի նախադասություն է գրված Լավոդիկեի համար, բայց մի հատ հզոր պատմություն եւ դրանից հետո միլիոնավոր քրիստոնյաների պատմություն է թաքնված այդ մի քանի նախադասության մեջ, որովհետեւ Աստված խորն է, բարձր է, լայն է, մեծ է, հզոր է, ամեն, հալելույա։ Ես ուզում եմ քեզ մի հատ հարց տալ, նրանք ունեին սև բուրդ, նրանք ունեին հռոմեական բանկեր, նրանք ունեին աչքի քսուկներ, միթե դա հարստություն էր, որով կարելի էր հպարտանալ, ոչ, դա անօգուտ հարստություն էր Աստծո առաջ, այո, որովհետև ամենամեծ հարստությունը, որով կարող ես ապրել դու էլ եւ քո զավակներն էլ, դա հոգեվոր հարստությունն է, ամեն, փառք Հիսուսին, անցնենք առաջ, գնանք առաջ, հայտնության նայենք 18-րդ գլուխը պիտի նայենք, այո, շատ լավ, մեկ րոպե, հայտնության 18-րդ գլուխը, այո, դա անօգուտ հարստություն էր, նայենք այստեղ, ես խրատ եմ տալիս քեզ,
Առայժմս ասում խրատ եմ տալիս։ Ինձանից կրակում փորձված ոսկի առ, հələ պիտի հասկանանք ինչու այս ոսկին, որ հարստանաս, սպիտակ հանդերձներ, արդեն հասկացաք ինչի հետ փոխեց, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, որովհետև հարստությունը, որով հպարտանում ես անօգուտ հարստությունը, եւ վերցրու դեղ ու դիր աչքերիդ, որ տեսնես։ Մեկ ուրիշ թարգմանությունում գրված է, այդ դեղը քսի աչքերիդ, որտեղ այդ սև սուրման քսում էին իրանք աչքերի, դա սև յուղի պես մի բան էր, քանի մարդ է աչքի սուրման ճանաչում, գոնե կանայք, ալելույա, պարտիրոջը, այս ամեն ինչը հասկացանք, ասում դեղար դիր աչքերիդ, Գիտեք, ես նորից եմ կրկնում, որ նրանք կրթված ժողովուրդ էին, կրթված եկեղեցի էր, լավ էլ վարդապետություններ ունեին եւ այլն, այսի վարդապետքա էսա, միսա, բայց Աստված նայում էր։ Դուք կարծես թե ամեն ինչ ունեք, դուք կարծես թե կրթված եք, դուք կարծես թե հարուստ եք, դուք կարծես թե եկեղեցի ունեք, դուք կարծես թե վարդապետություններ, դոկտրինաներ ունեք, բայց դուք եք այսքան խեղճ ու աղքատ, որովհետեւ այն ամեն ինչ որ ունես, բայց դրա մեջ չկա Աստված, դու մերկ ես եւ խեղճ ես։ Համաձայն եք ինձ հետ։ Եկ Պետրոսից մի հատ համար նայենք, տեսնենք Պետրոսը ինչ ասում։ Առանց Պետրոսի ոնց էինք ավարտելու այս հայտնության։ Լավ, մինչև Պետրոսին անցնելը, Արիսայել նայենք։ Քրիստոսը խորհուրդ տվեց Լավոդիկեին, խնդրում եմ սրանք, նայեք սև հագուստը, սև Այս բուրդից գործած այդ կտորներն էր, որով հարստանում, այս էր իրանց հարստությունը, այդ սև սուրման էր եւ ասում է Քրիստոսը խորհուրդ տվեց Լավոդիկեին փնտրել իսկական հոգեվոր հարստություն, սպիտակ հագուստ, ոչ թե իրենց սև բուրդը եւ հոգեվոր խորաթափանցություն ավելի քան իրենց փրուգիական փոշին։ Հոգեվոր խորաթափանցություն, երբ որ նայում ես, կարդում ես ու խորը բաներ ես տեսնում, խորը հարստություններ ես տեսնում, այլ ոչ թե կարդում ես եւ ասում ես, այս մասը ընդգծեմ ամուսնուս պատմեմ, իրան ավերաբերվում։ Ես հիշում եմ, երբ որ նոր ես դարձի եկե, բոլոր քույրերը ավետարանը կարդալուց անպայման ասում են, «Էսի պիտի տանեմ տունը ամուսինս կարդա իրան ավերաբերվում»։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, «Բայ իրա վախտը երբ էր գալու»։ Բայց ոնց որ չեկավ։ Հաջորդ բանը նայենք, Պետրոսի թուղթը, նայենք։ Որ ձեր հավատքի փորձությունը ավելի պատվական գտնվի։ Ասում ինչ է ուզում Աստված։ Ինչ է ուզում։ Լավ, էսի չհավանեց, էնի չհավանեց, էսի սրան ասեց, նրան էսի ասեց։ Լավ, բայց ինչ է ուզում վերջապես Աստված։ Ասում որ ձեր հավատքի փորձությունը ուրեմն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, ձեր հանքերի ծառացները եւ այլը, որ կրակով է փորձվում։ Ուրեմն գովության, պատվի եւ փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնություններում, որ ձեր հավատքի փորձառությունը ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին։ Ուզում եմ ասել, դուք զբաղված եք նրանով հարստություններով եք հպարտանում, ձեր հանքերով եք հպարտանում, ձեր արտադրանքներով եք հպարտանում, ասում եմ, բայց ավելի լավ է հավատքի փորձությունը, որը պատվական է քան ոսկին, որը ավելի արժեքավոր է քան ոսկին, ամեն, որը կրակով մաքրված է, կրակով մաքրված բան առինձանից տարետի գիտեք ինչա, էդի հավատքն է, հավատք, որը անցած է փորձություն, եկ ասում է ինձանից ոսկի առ, կրակով փորձված, Եկ ասում ձրի առ այդ ոսկին տար, ինչ է ոսկին, այս պարագայում Լավոդիկեի եկեղեցու համար ասված այս կոչի մեջ ոսկին ինչ է, հավատքը անցած փորձություններով, երկու բան, որ երկրի վրա Աստված քեզանից ուզում է, դա հետևյալն է, առողջ հավատք եւ փոխված բնավորություն, սրանք կօգնեն քեզ մտնես երկինք, փոխված բնավորություն, պարզ է, Դուք նկատել եք, որ մարդը կարող է 20-30 տարի մասնակցել ծառայություններին, անգամ կարող է ծառայություններ էլ անել, լինի խռովկան, լինի բոմբասկոտ, լինի չարախոս, դա չփոխված բնավորություն է, դա վատ վարքագիծ է։ Հիշում եք եկեղեցում ինչ ասեց, Սարդիսում, ասեց հանդերձներով պիտի կանգնես իմ առաջ, մաքուր հանդերձներ, որը քո վարքագիծն է, քո բնավորության գիծը, Դա շատ կարևոր է։ Դուք քանիսն են ձեզանից օրհնված մարդիկ, երբ որ տեսել են խնամի, բարեկամ, հարևան, տան անդամ, ամուսինքին, գնացել են եկեղեցի եւ իրանք փոխվել են։ Թե չունեք փոխված։ Չկա։ Կա մեկը ձեր մեջ, որ առաջ վատներ հիմա լավն է։ Հա բոլորդ լավն եք եղել։ Վատներ հիմա լավն է։ Վատներ տեսել եք մեկին, որ հավատքից հետո փոխվել է։ Տեսել եք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7
8, 9 շատացան։ Ազնվությունը գործեց։ Տեսել եք մարդիկ, որ քեն հավատքի են գնացել, եղել են աշխարհի կյանքում բավականին վատ բնավորության տեր անձնավորություն, կռվազան են եղել, եսասեր են եղել, այսպես հպարտ են եղել, գով ինքնա էմատոտայի նման, մի խոսքով, այտենց գլուխ գովան եւ այլն, գլուխ գովան եւ այլն, բայց հետո եկել են հավատքի նկատել ես, ի՞նչ է վատերը սրա հետ աշխատե։ Այս մարդուց իր անունն է մնացել, մեկ էլ հասցեմ որտեղ ապրում է։ Փառք Հիսուսին։ Այս Աստծո գործը։ Սրան ուզում Հիսուսը հասնի, որ մնա ձեր տան հասցեն մեկ էլ քո անունը։ Հինից ոչ մի բան չմնա։ Ամեն։ Դուր ասում բարձր ծափահարություն ասա արասա ինձ հետ Տեր։ Արասա մեզ հետ Հիսուս։ Ամեն։ Ալելույա։ Շատ լավ։ Գրված է ես իմ փառքը ոչ մեկին ուրեմն մի վերցրու։ Ուրեմն մի վերցրու։ Սարդիսում կրկնում եմ, նա ասեց սպիտակ հանդերձներ, որը մենք հիշում եք բացատրեցինք, դա մաքուր վարքագիծն է։ Լավոդիկեի եկեղեցում եկ նայենք, ավելի լավ նայես սա, եկ նայենք, այստեղ նայիր, խնդրում եմ ուշադիր նայիր։ Սպիտակ հանդերձները Սարդիսում դա վարքագիծն էր։ Բնավորության գիծը, վարքագիծը, քո նիստոկացը, քո մարդկանց հետ շփվելու ձևը, խոսելը եւ այլն։ Սակայն Լավոդիկեում, որտեղ նորից հանդերձների մասին խոսեց Հիսուսը, դա վարք էր առանց փառքի։ Գիտելիքներ ունեին, եկեղեցի ունեին, վարդապետություն ունեին, դա վարք էր առանց փառքի։ Բան չունեմ ասելու, այս եկեղեցու, այս 7 շաբաթների քարոզաշարքը բարդ էր, խորն էր, բայց թույլ տուր մի բան ասեմ, այն բոլորիդ համար էր, այն մեծ խելքերի համար չէ, այն 1000 տարվա հավատացյալների համար չէ, այն բոլորի համար է, հանկարծ ասես, ես էլ սրան պիտի աճեմ, ու տենց քեզ հանգիստած 20 տարով մինչև աճես հասնես հայտնության գրքին, մենք գնացինք դու մնացիր, հələ վարքագծի հարց ես լուծում, չկա տենց բան, այս գիրքը գրված է բոլորի համար, և սա կարող են հասկանալ բոլորը, և թույլ տվեք ասեմ, բոլորդ էլ լավ հասկանում եք, ամեն, բոլորդ էլ լավ հասկանում եք, շատ լավ, եկ նայենք Մատթեոս ավետարանից մի բան վերաբերվող էլի հանդերձներին, Մատթեոս ավետարան, և ով որ այս փոքրերից մեկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնի աշակերտի անունով ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնի իր վարձքը, մի հատ վարձքի տեսակ նայեք, խնդրում եմ, ասма Լավոդիկեն ուներ վարք առանց փառքի, դու կարծում ես Լավոդիկեն ջուր կխմցներ մի հատ հասարակ մարդու, կարող ինքը անբարոյական չէր, բայց ինքը չէր անում Աստծո գործերը, հասկանում եք, կարող անտենց անբարոյականություններ կամ տենց բաներ, Հեզաբել չուներ իր մեջ, տո չգիտեմ Նիկաղոյոսյաններ չուներ, Բահաղի վարդապետություն չուներ, բայց այստեղ էլ մի բան կար վարք առանց փառքի, նշանակում է, եթե մեկը դրանցից մեկից ջուր ուզեր կարողա չտային, բայց Հիսուսն ասում է, օրինակ ինձ համար վարքը հետևյալն է, նայեք, եթե մեկը հանկարծ մի փոքրիկ, մի փուչուրին մի հատ ջուր տա, մի հատ ցուրտ ջուր, դուք նկատեցիք, որ Հիսուսը սիրում է սառը ջուր, համոզվեցիք դրանում, ցուրտ ջուր, նշանակում է սառը ջուր, ցուրտ ջուր տա, խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնի իր վարձքը, եթե մեկին ուղղակի մի բաժակ սառը ջուր ես տվել, ուղղակի ասել ես եկ իմ տուն, կամ որևէ մի հարցում, արել ես դա ոչ թե նրա համար, որ ասեն, իմացեք ինչ եղավ, այն օրը ծառավ մեռնում է, մի հատ քույր էր, այդ քույրն էլ տեսակ չես պատմում, իր մասին ինքն է պատմում, ես իմացակ ինչ արեցի, ջուր տվեցի, ինչ եղավ, ուրեմն մի բաժակ սառը ջուր տվեցի, այն որ պահ-պահով, ջուր ատվե պահ-պահով, հասկացա՞ք, պահ-պահ, ջուր ես տվե, գրված է պրոստը ջուր տու, այդ վարձքը ես եմ վերևում, գրում, հաշվում, արժանի ես դու ինչ-որ մի բանի թե չէ, բայց մի բաժակ ջուր ատվել ես որդե նստար էտի պատմեցիր, էսի արել եմ, էսի արեցի, Են եղբորը 10 դրամ տվեցին, են մեկին սառը ջուր տվեցի, են մեկը ուզում էր մի տեղ թարացեցի, դու գլնդել եք ուզում գնաք, հա ավտո չունեք, ես կտանեմ, եկեղեցում մարդ չկա, որ չի իմանում, որ ես եղբորը ինքն է գլնդել տարեմ։ Եկեք ազատվենք սենց բաներից, չկարծես, որ մենք մեծ բաներ ենք անում, մեծ բաներ Զմոռնիայի եկեղեցին արեց, հիշում եք, որ մեռավ հանուն Հիսուսի, որ մեռնում էին ու նահատակվում, իմ վրա այնքան խիստ է դա ազդել։
Լավ, արի մի քանի բան էլ նայենք։ Արի մի քանի բան էլ նայենք։ Մինչև սա կարդալը, մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ուզում եմ, որ դու ուշադիր լսես սա։ Երբ են եկեղեցիները գնում փակուղում, տուպիկ, երբ են եկեղեցիները մտնում փակուղի, կամ մարդ որ հասկանում է փակուղի, այսինքն մի տեղ ես մտել, որ էլ շարժվելու տեղ չունես, չես կարող էլ առաջ գնաս, չես կարող եւ վերջ։ Գիտեք, երբ են եկեղեցիները մտնում փակուղի, երբ եկեղեցու անդամները եւ եկեղեցու մարդիկ սովորում են ավետարանը լսել եւ սովորել մարդուց, ապա ոչ թե ինքներն։ Ես Կիրակից Կիրակի կգնամ եկեղեցի, լավ էլ այնտեղ քարոզում են։ Անես բաներին ասում ես 1000 տարի է ինձ պետք որ էդի սովորեմ։ Ինչի՞ս պետք է կարդամ Աստվածաշունչը։ Դու կմտնես տուպիկ, եթե ավետարանը սիրում ես լսել մենակ մարդուց։ Ավետարանը պիտի կարդաս եւ պիտի խնդրես, որ Տերը դա բացի քեզ։ Ամեն։ Դու պիտի քո օրերի մեջ օր ունենաս։ Նկատել եք մենք ամեն ինչին օր ունենք։ Քազանների օր։ Էդի շատ է կրկնվում այդ քազանների օրը, մի քանի անգամ է կրկնվում։ Քազանների օր, ասենց Friday, Happy Friday, ասենց ռելաքսի օրեր եւ այլն, ասենց ռելաքսի ժամեր, այդ ռելաքսի ժամերը շատ երկար ժամեր են եւ այլն։ Բա եղել է որ դու քեզ բռնցնես միտեղ, որ ունես Բայբլի ժամ։ Դու ամեն ինչի ժամանակ ունես, քնելու, ուտելու, քազաններին վազելու, քազանները վազելով եկան։ Մի խոսքով, այդ սաղի ժամերը կա, բայց ժամ չկա Աստծո համար, դա շատ վատ է։ Դա շատ վատ է, դա Տերը տեսնում է։ Դա քեզ կտանի փակուղի։ Փակուղի է գնում այն քրիստոնյան, որ սովոր է Աստծո խոսքը լսել մարդուց, ոչ թե անձամբ ինքը ուսումնասիրի։ Այո։ Սիրում եմ սովորում եմ մարդկանցից սովորել Աստվածաշունչը։ Թույլ տուր ասեմ դա ինչ է նշանակում։ Փակուղին անուն ունի, դա նշանակում է դու կդատապարտվես հոգևոր կուրության։ Մարդ, ով չի կարդում Աստվածաշունչ եւ անձամբ չունի ժամ Աստծո խոսքը կարդալու, չունի աղոթքի կյանք, չունի խոսքը ուսումնասիրելու, իմացի դու արդեն պոտենցիալ մոլորված մարդ ես։ Պոտենցիալ մոլորված, որտեվ քեզ ինչ ասեն դու էդի լսելու ես։ Okay, կարող է ճիշտ բաներ են ասան, բայց կարող է միանգամին մի տեղից մի հատ սխալ բան լսես։ Էդ էլ ես ընդունելու։ Ինչու՞, որտեվ ինքդ ուսումնասիրող չես։ Որովհետեւ մի անգամ հիշում եմ տարիներ առաջ եկեղեցու ծառայությունը ավարտեցի Երևանում ենք, եկա տուն երեկոյան ժամը 7-ին մի հատ կին զանգեց ինձ։ Ասեց բարև ձեզ, ես Նազիկն եմ։ Արի Նազով Արի խաղով, վերջը, Նազիկն եկավ, ալելույա։ Ասացի, լսում եմ ձեզ քույրս նոր երեք եմ։ Ասաց, երբ դուք ծառայում եք բեմում, Տերը ինձ խոսք տվեց, որ ձեզ ասեմ, ուշադիր լսի։ Ասացի, նա ով որ Աստվածաշունչ չի ուսումնասիրում, նա պոտենցիալ մոլորված է, նա ով որ Աստծո խոսքի մեջ է գիշեր ու ցերեկ, նրան խփելը դժվար է լինելու։ Ասացի, լսում եմ քեզ Նազիկ քուրջում։ Արի Նազանքով, ասա։ Եվ ասաց, Տերն ինձ ասել է, որ ձեզ հետ ուզում է խոսել Երկերկոցի 16-րդ գլխով։ Ասացի, խի Երկերկոցը 16-րդ գլուխ էլ ունեցե։ Ասացի, ինչու ոչ։ Ասացի, իմ Աստվածաշնչում Երկերկոցը 16 գլխից չի բաղկացած։ Դե լավ, ասացի, ինչ ես ընկե թվերի հետևից։ Չի, ասացի, ոնց չեմ ընկե թվերի հետևից։ 16-ում ինչ է գրված է, եթե չկա։ 16-ում ինչ է գրված, որ չկա այդպես գլուխ։ Զգուշ եղիր։ Հիմա պատկերացեք, եթե ես հանկարծ այդ չիմանայի, որ մարդկաց չգիտի, Երկերկոց ինչ է։ Ինչա, գիրք է, էդի կա Աստվածաշնչում, ինչ ասում են նոր իմացա։ Բայց թողես հավատքից գիտես, ինչ մեծ բաներ կխոսի։ Լավ։ Եթե ինքը քեզ ասեր, եւ 16, ինքը լավ բաներ է ուզում ինձ ասել։ Ինչի՞ց պետք է իրա լավ բանը, որ էդի սուտը։ Դες գլուխ չկա։ Եվ ես ուղղակի ինչ եմ ուզում քեզ ասեմ։ Կարար ինքը շատ լավ բաներ ասեր ու պատրաստվում էր ասել, որ դու գիտես ինձ նավ կմոլորվեիր։ Կասեր ես մարգարեություն եմ ստացել, ես նորը ծառայեցի եկեղեցում եւ մի քույր Նազիկը զանգեց մեր տուն եւ ասեց
Տերը երկերքոցի 69-րդ գլխից 102-րդ գլխից համարատվե պայմանական մի հատ թիվ եմ ասում ասացի այ քուրս երկերքոցը ժողովողը դրանք կարճ պոետիկ գրքեր են քայ դե ինչ թվեր ես ասում ինչ ես ուզում ինձ ստից տեղը գովել դա մոլորություն է եթե դու չգիտես Աստծո խոսքը հիշի դու պոտենցիալ մոլորված ես էս է ուզում ասեի անցնենք հայտնության 20-ին դա կոչվում է հոգևոր կուրություն հիմա այստեղ մի հատ կարևոր բան կա չէ կարդանք համարը կարդանք ավարտում ենք մոտենում ենք ավարտին ասում ահա ես դրան առաջ կանգնած եմ եւ թակում եմ եթե մեկը լսե իմ ձայնը եւ դուրը բացի կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա էլ ինձ հետ խնդրում եմ այս կոնտեքստի մեջ երկու բանի վրա ուշադրություն դարձնեք ես թակում եմ դուրը եւ ընթրիք եմ անելու ուզում եմ նկարին ուշադրի նայես նկարի վրա ոչ դրան վրա ոչ կողպենք կա ոչ բռնակ կա ձեր դռների վրա կա կողպենք եւ բռնակ լիքը Քանի դուր եք փակում, զամակ եք փակում, որ այդում է։ Այստեղ ես նայում եմ ոչ կողպեկ կա, ոչ դուր կա Լավոդիկեի ժամանակներում եւ այդ հին ժամանակներում դռները ուշադիր լսի, փական ունեին միայն ներսից։ Եվ եթե դու դուռը ծեծեիր, ոչ մեկ չէր կարողանալու, դու չէիր կարող դուռը բացեիր։ Դաժե տան անդամները, անգամ տան անդամները չէին կարող այդ դուռը բացեին, եթե տան մեջից եղողը չբացեր, որովհետեւ տան մեջի բռնակը տան մեջից գտնվող դռան բռնակը տան մեջինի ձեռներ Հիմա Հիսուսն ասում է ահա ես կանգնած եմ ես ցավում եմ որ այս համարը մարդիկ օգտագործում են անհավատների դեմ բայց այս համարը նայեք գրված է հայտնության ամենավերջին ամենավտանգավոր վիճակում գտնվող եկեղեցում ուր եք այս համարը վեկալում անհավատներին տալի թե Տերը կանգնած է ձեր դռների առաջ թակում է եթե բացես եւ այլն ված համար չի կարելի է ասել թող գնա բայց իրականությունում սա վերաբերվում էր եկեղեցուն նայիր Ինչպես եղավ, որ եկեղեցու Տերը հայտնվեց դռան ետևում, այստեղ նայեք Հիսուսը Լավոդիկեում հայտնվել էր դռան ետևում Նկատեցիք, հարուստ ենք, սա ունենք, նա ունենք, վարդապետություն ունենք, մեծ եկեղեցի ունենք, մեծ քաղաք ունենք, հարուստ քաղաք ունենք, հաստ պարիսպներ ունենք, սա ունենք, նա ունենք, բայց Հիսուսին շպրտեցինք դուրս Մենք ամեն ինչ ունենք, բայց այդ ամեն ինչը առանց Աստծու ունենք Եվ հիմա ասեց թակում եմ, հասկացանք ես պահը, բռնակը ներսի մարդու ձեռն է։ Ինչպես? Եկեղեցին պատկանում է Հիսուսին ընկերներ։ Այդ ինչպես եղավ, որ եկեղեցու Տերը, ում համար որ Հիսուսը, եկեղեցու համար, ում համար որ Հիսուսը, սա իր հարսն է, սա Քրիստոսի մարմինն է եկեղեցին։ Ձեզանից այստեղ նստած այսքան ժողովրդի համար մեռել է եւ իր կյանքն է տվել միայն Տեր Հիսուսը։ Այդ ոնց եղավ, որ նա իր կյանքը տվեց, իր հարսի, եկեղեցու, իր որդիների համար եւ այսօր ինքը հայտնվեց այդ եկեղեցու դռների ետևում եւ ասում է. Ես ծեծում եմ քո դուռը։ Ես ծեծում եմ այստեղ նստած ամեն մեկի սրտի դուռը։ Դու Լավոդիկեն ես, եթե այո, դեռ շանս ունես բաց դուռը։ Որովհետև մի սիրուն մի բան, որ ուզում եմ, որ այստեղ տեսնես, հետևյալն է։ Ես քո հետ ընթրիք կանեմ, սա նայիր։ Ընթրիքը երբ եք անում դիներ։ Երեկոյան, ասենք չկա չէ՞ դες բան, մենք դիներ ենք անում առավոտ 7-ին։ Դիները անում են երեկոյան։ Ինչու երեկոյան։ Ուզում եմ որ իմանաս, սա պատահական չի ասում լանչ կանեմ քո հետ, չի ասում breakfast կանեմ քո հետ, ասում dinner կանեմ քո հետ, ինչու, որովհետև dinner-ը արվում է օրվա ավարտին։ Հիսուսն ասեց ես գալու եմ օրվա ավարտին, երբ ամեն ինչ կգնա դեպի ավարտին, երբ աշխարհը կգնա դեպի մայրամուտ, երբ աշխարհը կգնա դեպի ավարտին, ես ասում եմ հասցրու, բացես այս դուռը, որ ես ներս մտնեմ, որ քո հետ ընթրիք անեմ, որովհետև ընթրիք տես ինչ է նշանակում, նայիր այստեղ։ Մենք ամեն անգամ ամենամեծ հաղորդություն ենք անում, ճիշտ է։ Եվ մենք վերցնում ենք հաց եւ գինի եւ ճաշակում ենք որպես Տիրոջ մարմինը եւ արյունը, ճիշտ է։ Հաղորդություն բառը, որ գրված է Աստվածաշնչում, եւ Տիրոջ ընթրիք բառը, դա նույն բառն է, որ հունարեն թարգմանած նշանակում է հույնանիա։
Հունարեն հույնանիա բառը, որը նշանակում է գրկել մարմինն ամբողջովին։ Դուք հաղորդություն եք ստանում որտեղ եկեղեցում։ Եթե մի քրիստոնյա հաղորդություն չի ստանում, նա մարմնի հետ շփում չունի։ Դու չես կարող գրկել գլուխը առանց հպվելու մարմնին։ Դու մեկին որ բարևում ես, ասում ես մի քիչ հենց հեռու գնա, մենակ գլուխն ես բռնում, որ մարմինը չէ, գրկում ես այդ անձնավորությանը, չէ՞։ Քրիստոսի մարմինը, ամբողջ այդ մարմինը Քրիստոսի հետ միասին, որը գլուխն է, համարվում է Տիրոջը հարս, Տիրոջ մարմինը ու հույնանիա նշանակում է հաղորդակցվել, շփում ունենալ, ընթրիք անել Տիրոջ եւ նրա ժողովրդի հետ, Տիրոջ եւ նրա մարմնի հետ։ Եթե մեկը հաղորդություն չի ընդունում, իմացի դու Քրիստոսի հետ շփում հաղորդակցություն չունես։ Այդ բանը տեղի է ունենում զուտ եկեղեցիներում։ Պարզը, ինչը որ հաջորդ կիրակի անպայման ունենալու ենք, այստեղ ունենալու ենք հաղորդություն։ Դա կոչվում է հույնանիա, դա կոչվում է գրկել մարմինը ամբողջովին։ Այսինքն հաղորդակցվել Աստծո, որ դու չես կարող սիրել Հիսուսին, բայց չսիրել նրա որդիներին։ Դա անուղիղ սեր է։ Հիսուսն ասաց՝ կեղծավոր։ Այդ ոնց եղավ։ Եղբորդ տեսնում ես ու չես սիրում, բայց ինչ չտեսած ասում ես սիրում եմ քեզ, Տեր, դու կեղծավոր ես։ Հույնանիա նշանակում է գրկել մարմինը, շփվել, հաղորդակցություն ունենալ եւ Քրիստոսի ընտանիքի հետ եւ նրա գլխի, այսինքն Քրիստոսի հետ։ Ամեն։ Ասած ուզում եմ մտնեմ ընթրիք անեմ, ուզում եմ որ մենք իրար գրկենք, ուզում եմ որ իմ ընտանիքը, որը եկեղեցին է, ես մտնեմ եւ ձեզ հետ շփվեմ, ուզում եմ գլուխը վերադառնա մարմնի մեջ, որովհետեւ տգեղ բան է մարմին առանց գլխի։ Ձիավոր առանց գլխի։ Ասաց ես ուզում եմ վերադառնամ իմ տեղը, որ դուք ունենաք ինձ հետ հույնանիա, որ Քրիստոսի մարմինը չունենաք մենակ առանց գլխի։ Լավոդիկե, դու ունես Քրիստոսի մարմին առանց գլուխ։ Ինձ այդպես եկեղեցի պետք չի։ Ես չեմ ուզում լինեմ այդպիսի եկեղեցում, որտեղ կա եկեղեցի, բայց չկա գլուխ։ Այո, ինձ համար կարևորը Հիսուսն է։ Ամեն։ Ավարտելով իմ այսօրվա խոսքը, եկեք մի երկու բան էլ նայենք ու ավարտում ենք։ Եկեք այստեղ նայենք, խնդրում եմ ուշադիր նայեք, դեռ շարունակում ենք խոսալ Տիրոջ ընթրիք, հաղորդություն եւ հույնանիա, եւ ուզում եմ հիշեք, որ Հիսուսը ծեծում էր դուռը եւ ասում էր, եթե մեկը լսի, լսեք, որ ասաց, եթե մեկը լսի, ուրեմն ոչ բոլորը կլսեն։ Չասաց, եթե դուք եկեղեցով լսեք, ասաց, եթե մեկը լսի։ Լավոդիկե Եվ Լավոդիկեի վիճակ չի վերաբերվում ընդհանուր եկեղեցիներին, վերաբերվում է յուրաքանչյուր մարդուն, եթե Ֆիլադելֆիայից գլորվել եւ դարել է Լավոդիկե, անհոգ, գաղջ վիճակ։ Պարզ է, ասաց, եթե մեկը լսի, 7 եկեղեցիներին ասաց, եթե լսես, ով ականջունի թող լսի, ով ականջունի թող լսի, ով ականջունի թող լսի, թե ինչ է ասում Տերը եկեղեցիներին, ով ականջունի թող լսի, ով ականջունի թող լսի։ Ես հարց եմ ուզում քեզ տամ, դու ականջ ունես։ Վստահ եղիր դրա մեջ ունես։ Ասաց ով ականջ ունի, ով լսի բացի, չասեց եկեղեցի, խնդրում եմ բացեք դուռը, ասաց այդ եկեղեցում եթե մեկը ականջ ունի, որ լսում է իմ թակոցը, թող բացի։ Ուշադիր կարդ Աստվածաշունչը, լավ։ Եթե ընթրիքը դա Տիրոջ եւ նրա մարմնի հետ սրտ շփումն է եւ հաղորդակցությունը, նշանակում է այս ամենի վարձքը հետեւյալն է՝ խիստ մոտենալ Տիրոջը եւ այդ մտերմությունից ստանալ ուրախություն, երբ ուրիշները կլացեն եւ կողպան գալիք մեծ նեղությունների ժամանակ։ Ամեն։ Ես չգիտեմ, քանի եկեղեցի, խնդրում եմ անջատել հեռախոսները, քանի եկեղեցի իրեն հարուստ ազգում, մեզ մի անգամ Օսաննայի հետ մի եկեղեցու հովիվ ասեց, մենք հարուստ ենք, մենք մեծ ենք, մենք հազարավորներ ենք ու մենք կանգնած ենք ամուր մեր ոտքերի մոտ, ոտքերի վրա, ասացի հիմա ձեր մասին պատմեք, ասացի մենք փոքր ենք, թույլ ենք, խեղճ ենք եւ աղքատ ենք, բայց հարուստ ենք Քրիստոսով։ Ամեն։ Հաջորդ բանն եմ ուզում նայես։ Հայտնության 3:21 եւ ով որ հաղթում է, կտամ նրան նստի ինձ հետ։ Կտամ նրան նստի ինձ հետ իմ աթոռի վրա, ուշադիր, ասում է ով որ հաղթեց,
կնստի ինձ հետ իմ աթոռի վրա, ինչպես էլ երբ որ ես հաղթեցի, նստեցի հորս աթոռի վրա։ Սա Դավթի թագավորական աթոռն է։ Ասում եմ, ինչև ուրիշները կմնան մեծ նեղությունների եւ չարչարանքների մեջ, եթե դու տեղ տաս Հիսուսին, դու վայելելու ես կյանքը Քրիստոսի հետ հավիտենությունում եւ նստելու ես նրա աթոռի վրա։ Տեղը բերեցիր, մի տեղ կա որ հյուր ես այդում սկի տեղ չեն տալի քեզ նստելու։ Մնում ես կանգնած, որ նկատեն, որ կանչել են այս հյուրին, սկի տեղ էլ չեն տալի։ Հիսուսն ասում է, եթե լսես եւ եթե այս ամենը կատարես, նստելու ես իմ աթոռին։ Դա Դավթի աթոռն է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տուր Տիրոջը բարձր ծափահարություն։ Ամեն։ Արի մի բան էլ նայենք։ Եկեղեցին ավարտվում է երկրի վրա հափշտակությամբ։ Գիտեք այդ մասին։ Ավարտվում է հափշտակությամբ, երկնքում շարունակելով նրա հետ կիսել հաղթող Քրիստոսի գահը, ամեն, սա է նոր ուխտի որդիների ժառանգությունը, կիսել Քրիստոսի հետ նրա աթոռը, նստել Հիսուսի հետ նրա աթոռի վրա, ամեն, որովհետև եկեղեցին ավարտվում է այստեղ երկրի վրա հափշտակությունով եւ շարունակում է իր կյանքը երկնքում Քրիստոսի հետ մինչդեռ մնացածը մնալու են այստեղ ովքեր չունեն Հիսուսին հավիտենական տանջանքների համար Փառք դու Տիրոջը, որ նրա ձայնը լսել ես, նա կանչել է քեզ եւ դու այսօր այստեղ ես, որ ազատվես գալիք Վիլիկի Սկորբիայից, մեծ նեղություններից։ Ամեն։ Ալելույա։ Մի բան էլ նայենք։ Ով որ ականջ ունի թող լսե, ինչ է ասում Տիրոջ հոգին եկեղեցիներին եւ այստեղ նայիր, այս նկարին։ Ականջի լսածը ընկնում է սիրտը, իսկ վերածնված սիրտը պահում է միայն երկնային գանձերը։ Այս նկարը նայիր, խնդրում եմ։ Ականջի լսածը ընկնում է սիրտը, սակայն վերածնված, վերստին ծնված մարդու համար այդ դրանք իսկական գանձեր են, որ պահում է սրտի մեջ։ Ամեն։ Ով ականջ ունի թող նա լսի։ Ես մի պատմություն եմ ուզում պատմեմ եւ սրանով ավարտեմ այս երկար ու ձիգ քարոզաշարքը։ Մի պատմություն եմ ուզում պատմել բոլորիդ այս ձայնի վերաբերյալ։ Երկու տղամարդ իրար հետ քայլելով մի փողոցով գնում էին եւ հանկարծ խոսացողներից մեկը մյուսին ասում է. «Վայ, ես ծղրիդի ճռճռոց եմ լսում, ծղրիդ, ճռճռոց եմ լսում»։ Այս կողքին կերն ասում է. «Այ ընկեր, Այս փողոցի մեջ, այս մեքենաների ձայնի մեջ, այս աղմուկի մեջ, ես քեզ չեմ լսում, դու ինչ ես ասում, դու ինչպես եղավ որ այս ծղրիդի ձայնը այս աղմուկի մեջ լսում ես»։ Եվ այդ մարդը վազում է փողոցի եզրին, մի պատ կա եւ ասում է. ծղրիդի ճռճռոցը։ Ասում է ինչպես եղավ որ դու լսեցիր այս խայտարակ աղմուկի մեջ այդ ճռճռոցը։ Նա ասաց հետեւյալը. բանկիրը լսում է փողի ձայնը, երաժիշտը լսում է երաժշտության ձայնը, ես միջատաբան եմ, ես էլ լսում եմ միջատների ճռճռոցը, իսկ եթե դու հոգևոր ես, պիտի լսես հոգու ձայնը, ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում Տերը եկեղեցիներին, ամեն, հալելույա, հալելույա, այս ծափահարությունների ներքո կհրավիրեմ քեզ կանգնես ոտքերիդ վրա, հալելույա, Ալելույա, այս ուղերձը գրված էր բաց սիրտ, բաց ականջներ ունեցողների համար, լսեք ընկերներ, թույլ տվեք, ամենայն խոնարհությամբ Տիրոջով ասեմ, սա հարուստ քարոզաշարք էր, սա շատ խրատական քարոզաշարք էր, Revival Church of Hollywood, մեր YouTube-յան հարթակը գտիր, նախ բաժանորդագրվիր մեր էջում եւ այս 7 քարոզաշարքը եթե բացես թողել 7 այնտեղ կա կխնդրեմ քեզ անպայման մտնես Revival Church of Hollywood անունն է մեր YouTube-յան ալիքի նախ բաժանորդագրվես եւ անպայման այս 7 հարուստ պատգամները լսես ես առաջի օրը երբ որ Եփեսոսի եկեղեցին սկսեցինք ես ասացի հետեւյալը եթե մի մարդ ուզում է քայլել Տիրոջ հետ
ու Տիրոջ ճանապարհներով երկու մի բան թողանի Կարգահայտնության երկրորդ եւ երրորդ գլուխը դա բավական է դուք տեսաք այդ 7 շաբաթներում ինչքան ասելու բան ուներ նա ասեց այն ինչ ուզում է տեսնի մեր մեջ նա ուզում է տեսնի այն վարքագիծը որը իրան դուր է գալիս նա չի ուզում մենք ունենանք վարքագիծ բայց առանց փառքի մենք հավատացյալ ենք բայց ոչ օգնող ենք բայց ոչ ողորմող ենք ոչ մեկին մի բաժակ ջուր տվող ենք ոչ բարև տվող ենք Մտածում ենք հավատացյալ ենք, մենք պաշտոններ, մենք դիրքեր ունենք։ Հիսուսն ասաց ձեզանից մեծ ով որ ձեզանից մեծ է իրան կարծում թող ամենափոքրը եւ ամենածառան լինի։ Ու ծառայի բոլորին այո, բաց սիրտ, բացականջ 7 կիրակի սա էր Տերն ասում։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, ամենակարևորը, եկեք ընտրենք Ֆիլադելֆիայի ճանապարհը, այլ ոչ թե Լավոդիկեի գաղջ եւ անհոգ ուղին։ Ես ավարտեցի այս քարոզաշարքը Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ 7 երկար եւ ձիգ կիրակիներ եւ քարոզաշարքը ավարտված է։ Մնում է մեզ Իսուսն ասաց խոսքը ոչ միայն լսող, այլ նաև կատարող լինեք։ Եկ մի կարճ աղոթքով գանք Տիրոջ առաջ եւ ասենք օգնիր, որ կատարեմ Տեր։